Անցյալի հետ առերեսումներ, անակնկալ բացահայտումներ, ի հայտ կգան տարիներով խնամքով պահված արտաամուսնական կապերը։ Զգուշացեք հունիսի 16-ից 19 ընկած ժամանակահատվածից։ Այս եւ այլ ուշագրավ բացահայտումներ է կատարել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը, չշրջանցելով նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը։ Մտնել ենք ամառային այդ եղանակային սեզոնային այսպես խառնաշփոթի մեջ, բայց կարծում եմ, որ մեր հայրենակիցները ուրախ են։ Վերջին իրադարձությունները համենայն դեպս սահմանային լարումներ առանձնապես չկան, Գառնան կողմն էին սպասում Սերգեյ, եթե դուք հիշում եք, ես նշել էի, որ այո, ամսվա վերջին կարող են լինել սահմանային լարումներ, մարտի 29-ի խավարումներ Բարդխոյի կենդանակերպում, բայց ինչներ հետաքրքիր, որ անցած տարվա նման բարդ չէր, անցած տարի ես ասում եմ բարդ է խավարումներ կան, եւ դրան հաջորդեց, այո, եւ մեր Տավուշի այդ արևելյան հատվածում Հայաստանի դա անառիկ դիրքերն են ուղղակի որպեսզի լայնածավալ պատերազմ չլներ, ըստ իս նաեւ այդ դիրքերը զիջվեցին, բայց ըստ քարտեզագիրների որոշ սկզբնաղբյուրներում դա հենց հանդիսանում է ադրբեջանական տարածքի մի մասը, բայց մենք էլ ունենք նաև մեր տարածքները, դա ժամանակին այնպես էին արել խորհրդայնացման տարիներին, որպեսզի այդ երկու երկրները անկլավներ ունենան, որ պարբերաբար իրենք խնդիրների մեջ հայտնվեն եւ գերտերությունները իդեմս Ռուսաստանի նաև կարողանա այստեղ կարևոր դերակատարում ունենա։ Դա է պատճառներից մեկն էր, այս խավարումը մարտի 30-ի այդքան բարդ չէր, բայց վախեր կար, ինչևէ խոյի կենդանակերպը, իսկ խոյի կենդանակերպը դա ռազմատենչ կենդանակերպ է, դա բերում է պատերազմներ, գոնե միջին այսպես տեղային հարձակումներ, ես վախենում եմ դիվերսիոն հարձակումներից եւ հենց դա էլ տեղի ունեցել, սիրելի Իլոնա, Սյունիքի հարավային մասում Իրանին հարող այդ հատվածում ադրբեջանական կողմը ըստ երևույթին դիվերսիոն հարձակում էր կազմակերպել, բայց ավելի շատ հետախուզական էր եղել, դրա համար այսպես մեզ հասկանում ենք, որ ներսում էր ինչ որ բան այն չէ, եւ մեր կողմից եւ Իրանի կողմից պաշտպանական այդ գերատեսչությունները իրականացրեցին այդպես այնտեղ ինչեր են իրականացնում զորավարժություններ այդ ձևով այս անգամ կրկին փրկվեցին, բայց նրանք ինչքան գիտեմ եկել էին ականապատ տարածքների վրա ադրբեջանական կողմը եւ զոհեր էին ունեցել այնտեղ լրատվամիջոցներում կար փաստորեն եւս մեկ անգամ կանխվեց, մենք արդեն կարծես մի փոքր շունչ ենք քաշում, մի փոքր լարվածություն շատ թեթև տեսնում եմ Հայաստանի եւ նաեւ Ադրբեջանի քարտեզներում հունիսի 16-ից 19-ի կողմերը, բայց դա կարող է ճնշումներ լինել երկուստեք ղեկավարների վրա։ Նաև ինչ եմ ուզում ավելացնել, որ Գառնան կողմը հենց այդ ժամանակահատվածում այնտեղ Նովրուզն էր, չէ՞։ Նովրուզից մոտավորապես 10 օր, մեկ շաբաթ 10 օր հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իր իսկ մասնակցությամբ ուղերձ է ուղարկում Ադրբեջանի նախագահին, շնորհավորել է նա Նովրուզը եւ հույսեր հատնել, որ հարավային Կովկասում խաղաղությունը, այո, եւ դա զգուշացում էր եղել եւ միշտ ասում եմ, ձեզ մոտ եմ ասել, այլ հարթակներում եմ ասել, եթե աշխարհաքաղաքական կանխատեսումներ եմ կատարում, որ երկու գերտերություններից մեկը հնարավոր է, որ կարողանա սաստել պատերազմը կամ գալի կարհավիքը, այդպես էլ եղավ։ Այս մի քանի օրը բարդ է եւ մեր Հայաստանի եւ Ադրբեջանի քարտեզները ոչ ղեկավարների այնտեղ մարս մոլորակը երբ որ անցնի արդեն նիստ կմանրամասնեք որքանի օրը հունիսի 16-ից 19-20-ի մոտակայքում երբ որ մարսը անցնի այստեղ ես ձեզ կարող եմ ասել մարսը անցնում է ամսի 17-ի մոտակայքում է լինելու Հիմա եթե ես սպասենք այդ օրերին 17:06 կույսի կենդանակերպ է անցնելու Մարսը այդ կշեռքի վերջ կույսի կենդանակերպում ուղղակի ղեկավարների վրա ճնշում երկրի ղեկավարների պետականության վրա ճնշումներ կարող է լինել իսկ ասեմ ձեզ որ Մարսն է ինչևէ դա կարող է լինել
հարցակում դա կարող է լինել մարս ինչ է բերում, կոնֆլիկտ, կռիվ, ինչ որ մի բան, այրվածք, պայթյուն, այդպիսի մի բան կարող է լինել, հետո արդեն մի քիչ իրավիճակը կթեթևանա։ Դրական կողմները մենք ամսինից Յուպիտերը խեցգետնի կենդանակերպ է մտել, սիրելի խեցգետիներ, ձեր աստղային ժամանակն է եկել, ստեղծեք ընտանիք, ուրախացեք, տուն գնեք, հողակտոր գնեք, այնտեղ վերանորոգում կարող եք անել, խոհանոցը մեծացնել, սենյակները մեծացնել, որտեղ ձեր երեխաները ավելի հանգիստ կարող են քնել, այն խեցգետները, որոնք արտերկրում են, եկեք հայրենիք, այստեղ ստեղծեք բիզնեսներ, հյուրատնային բիզնես, այնպիսի բիզնես, որը ընտանիքով եք անելու, որը շենացնելու մեր հայրենիքը, իհարկե ձեզ էլ Յուպիտերը բարեկեցություն կբերի։ Երեխաներ կարող են լինել, նրանք արդեն ֆլեշմոբ եմ անում բոլոր հեռուստաընկերություններում եւ նաեւ իմ ալիքում հորդորում եմ սիրելի հայրենակիցներ, ասում եմ ձեզ, հրաշալի երեխաներ են ծնվելու Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում, մեր երկիրը ղեկավարող, նրանք բարեկեցություն կբերեն եւ երկրին եւ իրենց ընտանիքներին։ Այդ երեխաները եթե ծնվեն, ծնվելու են Պլուտոն, Ուրան, տրիգոնով, Պլուտոնը ջրհոսում, Ուրանը ցուլում եւ երկորյակում, ես ձեզ ասեմ, որ Ուրանը կմտնի երկորյակի կենդանակերպ վերջին 6 տարվա, 18 թվականից մտել է ցուլ, այն որ մտնի երկորյակ, դա լինելու է 2025 թվականի հուլիսի 7-ին, մինչև 2025 թվականի նոյեմբերի 8-ը երկորյակում է լինելու, Պլուտոնը ջրհոսում է, պատկերացնում եք այդ երեխաները, նրանք երեխային ձիգոներն են, մեծ հնարավորություններ են ունենալու, եթե մինչև ամսի փաստորեն նոյեմբերի 8 ծնված երեխաները, նրանք համացանցում, ՏՏ ոլորտում, այդ ջրհոսը դա ինչն է, համաշխարհային այդ ինտերնետային ցանցն է, տեղեկատվությունն է, սոցկայքերն են, Ուրանը երկորյակում նրանք կլինեն ուսուցիչներ, նրանք մեծ մեգապրոյեկտներ կարող են եւ դուք կազմակերպել եւ իրենք այդ ներուժ ունեն, որ հետագայում կարող են եւ դասընթացներ կազմակերպել եւ էներգոինֆորմացիոն այդ համակարգում նրանք մեծ պրորիվը հայերեն ոնց է մեծ նվաճումներ կունենան, այո։ Հետո նոյեմբերի 8-ից փաստորեն նորից կմտնի ցուլ կենդանակերպ, Ուրանը այն կվերադառնա երկորյակի կենդանակերպ 26 թվականի ապրիլի 26-ին։ Այդ ժամանակվա ծնված երեխաներ նրանք մեծ ֆինանսական կարողություններ կարող են ունենալ, որովհետև Ուրանը ցուլում անսպասելի հաջողություններ, նրանք կղեկավարեն ողջ երկիր մոլորակը Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում համացանցի միջոցով։ Այդ կարկառու ներկայացուցիչներից մեկը Էլոն Մասկն է, որի Մարսը եւ Վարչացող հանգույցը ջրհոսում են, նա իր ծրագիրն է կատարում, չնայած վերջերս իրենք խնդիրներ ունեն նախագահի հետ, որտեղ երկուսն էլ էքսցենտրիկ են, երկուսն էլ տարբերվող են, եւ չգիտես երբեք նրանցից որևէ մեկը ինչ կարող է անել Մարսը եւ Վարչացող հանգույցը ջրհոսում, ոչ սովորական, ոչ տրադիցիոն հակումներ, նաեւ ինքը անսպասելի այսպես գործողությունների կարող է գնալ, նույնն էլ Թրամփը, որը ծնվել է խավարումների ժամանակ, որտեղ նաեւ Ուրանն է ներգրաված այդ քարտեզում, երկուսն էլ անսպասելի այդպես գործողությունների կարող են գնալ, նրանք էքսցենտրիկ են եւ երկուսն էլ Ուրանի ոլորտի մարդիկ են։ Այսքանը այդ առումով, ինչ է նորից ասեմ, նորից եմ հորդորում ձեզ սիրելի հայրենակիցներ, փաստորեն պատկերացնում եք նոյեմբերի 8-ից մինչև 26 թվականի ապրիլի 26-ը ծնվում են մեծ ֆինանսական կարողություններ ունեցող երեխաներ, Յուպիտերն է խեցգետնում, նրանք կշենացնեն մեր երկիրը, մեր հայրենիքը, օջախներում կգալիություն, նրանք հատուկ ծրագրով ծնված երեխաներ։ Նաև պետք է հաշվարկվի հատուկ օրեր, եթե ցանկանում եք, որ մնացած մոլորակային դիրքավորումներն նպաստեն հաջողակ երեխա ունենալուն։
Հունիս ամսին են ծնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ այդմ կխնդրեի նաեւ ներկայացնել, թե ինչ է սպասում իրենց, ինչ է խոսում նրանց քարտեզը։ Քանի որ հունիսի 9-ի Յուպիտերը անցավ երկորակի կենդանակերպից խեցգետնի կենդանակերպ, Յուպիտերը բարեկեցության մոլորակն է, նա գտնում է լրատվության այդ դաշտում երկորյակում, Պլուտոնն էլ ջրհոսում գնում գալիս էր եւ այո, անցած տարվա ընտրություններում ձեզ մոտել եմ ասել, որ Դոնալդ Թրամփը ունի 5-ից 10% առավելություն, չնայած ասեմ, որ Հարիսն էլ բավականին լավ տվյալներ ուներ աստղաբանով եւ խելացի անձնավորություններ, բայց եկել է Դոնալդ Թրամփի աստղային ժամը, որովհետեւ Յուպիտերը եկել է երկորյակ եւ նա հզոր տվյալներով խավարումների ժամանակ ծնված անձնավորություն, նրա աստղը փայլեց եւ հասավ հաջողությունների։ Մեր երկրի ղեկավարի առումով մենք տեսնում ենք ակտիվություն, կրթվելը նորաձև է, երկորակը կրթվելը նորաձև է, կրթվելը կբերի հաջողություններ, հիմքը դրանում է, եթե մարդը կիրթ է, եթե մարդը սովորում է, ապա ապագան նրա ձեռքերում է։ Եվ այս մեկ տարի մենք տեսնում ենք, որ պարբերաբար տարբեր միջոցառումների ծրագրերի մեջ է ներգրաված եւ անպայման բոլոր իր գործողությունները միտված են իր վարկանիշի բարձրացման, անկախ դրանից թե ինչպիսի խոսույթներ, ինչպիսի գրառումներ են լինում, ինչևէ Յուպիտերը մինչև ամսի 9-ը գտնում է երկորյակում եւ օգնում է նրան հանրային դաշտում լսարան եւ ձեռք բերելու եւ այդ ամենը այսպես շրջան առելու համար։ Արդեն կամաց Յուպիտերը խեցգետնի կենդանակերպ է անցնում հնարավորություն տալիս է ջրի եւ հողի տարերքի ազդեցության տակ ծնվածներին, բայց այսպիսի մի բան, որ երբ որ Ուրանը անցնի կրկին ջրհոսի կենդանակերպ ապրիլի 26-ին է եւ Պլուտոնն էլ գտնում, կներեք, Ուրանը ցուլի կենդանակերպ, Պլուտոնն էլ ջրհոսում, մյուս տարի արդեն ապրիլից հետո նրա վարկանիշը կրկին կբարձրանա, արդեն թուլանալու միտում կա։ Այն ժամանակ կտեսնենք ինչ գործիքակազմեր կկիրառվեն, որպեսզի կրկին նրա վարկանիշը բարձրանա։ Ժամանակը ցույց կտա, բայց արդեն մեծ պրոյեկտներ են կարծում եմ, որ այդ ամենը նախագծման փուլում է եւ ինչներ երեք տեսա, որ ասեցին ինչ համակարգիչ են գնել, մեգա մեծ համակարգիչ, թե ինչի համար է այդ համակարգիչը գնաց եւ ես այսպես ապշահար նայում եմ, որ դա Պլուտոնը ջրհոսի կենդանակերպում է, որը կարող էր իրականացնել այն անձը, որը ունի հստակ մոլորակային դիրքեր, ջրհոս, երկորյակ, երկրորդ կենդանակերպում։ Թե ինչի համար էր այդ համակարգիչը, ես չգիտեմ, բայց նրանք ես կարծում եմ, որ մյուս տարի արդեն իսկ ապրիլի մոտակայքում կսկսեն գործարկել նաև այդ համակարգիչը, որտեղ մեգա ֆայլեր կլինեն եւ մեգա վիթխարի մեծ ինֆորմացիա կարող է տեղավորել, դա նաև ոչ միայն նրանց նախաձեռնություններ, այլ տիեզերական այդ վիթխարի ցիկլ, որը իր մեջ մոլորակային կոնֆիգուրացիա, որը իր մեջ մեգա մեծ այդ վիթխարի ինֆորմացիա եւ մեգա մեծ պլանների այդպես գործընթաց է պարունակում։ Հարգելի Գայանե, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է նոր բացահայտումներ, այս ամիս մենք կտեսնենք այդ բացահայտումները եւ ինչ բացահայտումներ կարող են լինել, ինչքանով են վտանգավոր լինելու այդ բացահայտումները եւ ում է վտանգ սպառնալու այդ բացահայտումներով։ Այդ ամբողջ, եթե հարցը վերաբերում է կոռուպցիոն սխեմաներին, ապա դա պայմանավորված է սև լուսնի դիրքով, սև լուսինը կարճի կենդանակերպ է մտել, այն մտել է մարտի 27-ից եւ այնտեղ է գտնվելու մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 19-20։ Իսկ մեր նախկին երկու նախագահների քարտեզներում, ինչպես Յուպիտերն է գտնում խեցգետնի կենդանակերպում, այնպես է սև լուսինը կարճի կենդանակերպում է, դրա համար պարբերաբար շահարկվում է այդ մեծ կապիտալ ունենալու անաշխատ գումարների այդ փաստը։
այո, դա կապված է կրկին սև լուսնի դիրքով։ Մենք մինչ աստղաբանեն, մինչ այս իրադարձությունները տեղի ունենան, սիրելի Իլոնա, մենք բարբերաբար խոսում ենք, որ արդեն իսկ կարևոր տենդենսներից է 2025 թվականի սև լուսնի մուտքը կարիճի կենդանակերպ, որը կբերի այս խնդիրները, առերեսումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, կոռուպցիոն սխեմաների, նույնիսկ այնտեղ հնարավոր է սպանություններ լինեն, բացահայտումներ կամ այդ ամենը վայրագություններ կարող են լինել սև լուսնի նկարիչում։ Դրա հետ է կապված մինչ դեկտեմբերի այդ 19-ը, բայց այդ ամենը կարող է ակտիվանալ, երբ Մարսը մտնի կշեռքի կենդանակերպ, այն մտնելու է կշեռքի կենդանակերպ, հույսում լինելու է հունիսի 16-17-ից, կշեռքում լինելու է օգոստոսի 6-ի մոտակայքում, եթե չեմ սխալվում, բայց անգիր գիտեմ ես դա։ Այդ ժամանակահատվածը արդեն իսկ երբ որ Մարսը մտավ կշեռք, հնարավոր է լարվային միջանձնային այդ փոխհարաբերությունները, կշեռքին չէ գործընկերություն, իսկ Մարսը վերում է կոնֆլիկտներ։ Այդ ժամանակահատվածում կարող են կրկին բացահայտելներ, քանի որ արևն էլ գալիս է արդեն առյուծի կենդանակերպ, այդտեղ ակտիվություն է ցուցաբերում, մարդիկ կուզեն իրենց եսը ցուցադրել, առյուծը այդպեսին է։ Վերջերս կենդանաբանական այգում ես նայում առյուծը, նրա ձայնը, որնում է առյուծը, ամբողջ ես բավականին հեռու էի ձայնը, հզոր է առյուծը կենդանիների թագավորն է, կենդանակերպերում էլ առյուծը կրկին նա ղեկավարում է բոլոր կենդանակերպին, որտեղ հենց առյուծի ղեկավար արևը յուրաքանչյուր կենդանակերպում գտնվելիս նա համապատասխան կենդանակերպի որակներով է օժտում անձին։ Եթե առյուծը գտնվում է ըստ հերթականության խոյում, տալիս է ակտիվություն, երբեմն ագրեսիվություն, զսպվածության պակաս, բայց նաև խիզախություն, ցուլում, տալիս է ֆինանսների հանդեպ հակումներ, մարդը ուզի չուզի պետք է առնչվի ֆինանսաբանկային այդ ոլորտին, եթե ցույց եւ կարիճում, այդպես երկորյակ աղեղնավորում առնչվում է ինֆորմացիայի հետ, խեցգետին եւ այծեղջուր ընտանիքի հետ կապված հարցերն, այծեղջուրը պետական ադմինիստրատիվ այդ պետականության հետ կապված հարցերն են, այնտեղ գալիս է առյուծ եւ ջրհոս, առյուծը դա մարդիկ իրենց եսն է ուզում ցուցադրել, ջրհոսը դա պարլամենտն է, մարդու եսը իր գերական շրջանակները, կույսը եւ ձկները, կույսը աշխատանք, առողջության հետ կապված հարցերն են, ձկները ավելի շատ հոգեվորի հետ, ֆիզիկական հոգեվորի այդ եւ կապն է եւ նրանց տարանջատումները։ Այդպես խոյ կշեռքի դեպքում խոյը մարդու եսն է, իսկ կշեռքը նրա շրջապատը։ Գիտեք, որ կենդանակերպերը տեսնում եք, որքան իրենք համահունչ են այդ առանցքները մեկ մյուսին լրացնում։ Այսինքն հունիսին իրադարձային որևէ փոփոխություններ սպասել։ Հունիսի բարդ իրադարձությունը մի ամսի 16-ից 19-ը այդքան ուժեղ չի եւ նաեւ մենք հունիսին ունենք ամսի 25-ի մոտակայքում նորալուսին, այն մի կողմից դրական դիրքավորումներով է համեմված Մարսը կույսի կենդանակերպում արդեն ակտիվություն, մարդիկ ակտիվ կսկսեն շինարարական աշխատանքներ, Մարսը կույսի կենդանակերպում բնակարանը կվերանորոգեն, քանի որ Յուպիտերն էլ է այդտեղ նորանսը խեցգետնի կենդանակերպում, բայց նաև կոնֆլիկտներ կարող են այլ մի փոքր այդ 1-2 օրը շատ թեթև սահմանային լարումներ կարող են լինել 16-ից 19-ը 16-19-ը եւ նաեւ ամսի 25-26-ի մոտակայքում գիտեք եմ ասում ինչու եմ նշում անձամբ այդ փաստը, որովհետեւ ադրբեջանական կողմը նա բոլոր կարևոր մոլորակային այդ կոնֆիգուրացիաների ժամանակ ինչ որ բան է անում, որպեսզի ակտիվացնի այդ էներգետիկ դաշտը իրենց քարտուզում, որ հետագայում եթե ամեն ինչ ակտիվ եղավ, եթե այս ջուրը անդադ շարժես, նա պտույտի մեջ է, չէ՞, տեսնում եք, եւ այն հեշտ է ինչ որ բան սկսելու դեպքում արդեն տեղաշարժված է, իսկ քարացած, կարծրացած այդ բոլոր իրավիճակները դժվար է առաջ մղել, այդ իսկ պատճառով նրանք բարբերաբար հող են պատրաստում ինչ որ բան անելու։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը օգտվում է իր աստեղային քարտեզից։ Ինձ մոտ չի օգտվում, չգիտեմ ում մոտ է օգտվում։ Ես վերջերս հիշեցի, միշտ ասում եմ, որ ինձ չեն դիմել, բայց վերջերս մի իրավիճակ եմ հիշել, չեմ ասելու երբ է տեղի ունեցել, որպեսզի չասեն հներն են դիմել, թե նորերը։ Այնպեսի մի փաստ եղավ բարձրաստիճան ղեկավարներից մեկը
դա նոր եմ հիշել, գիտեք, որտեվ ինձ համար այդքան կարևոր չէր, կարծես ենթագիտակցություն էր գնացել, հետո չասեմ, որ Գայանեն ունի այդ գետելիքները եւ հմտությունները, որպեսզի դիմեն, մի իրավիճակ էր եղել, երբ որ ես հաշվարկը կատարեցի 100%-ով այդ կանխատեսումը կատարվեց, ինձ զանգեցին, որ ձեզ ուզում են ձեզ տեսնել, ես ուղղակի հրաժարվեցի, ասի չեմ կարող գալ այդտեղ որտեղ որ պետք է եւ չեմ հանդիպում, եթե պետք է թող կին գա, կնոջ հետ կշփվեմ։ Ես նոր էի սկսել այդ ժամանակ, նորը իմ քայլերն էր, իրենք առանձնապես ինձ նեղություն չեն տվել, դրա համար ոչ հները, ոչ նորերը ինձ չեն դիմում։ Եթե հիմա ավելի արհեստավարժ եմ, ես բաց ասում եմ, ոչ ոք չեն, բայց ժամանակին եղել է, ուղղակի ես հրաժարվել եմ իրենց ծառայություններ մատուցելիս, թե հին, թե նոր, դա գաղտնիք է։ Եվ վերջում կխնդրեի նաև անդրադառնանք, քանի որ աշխարհաքաղաքական կանխատեսումներ ենք իրականացնում հիմնականում, կուզենամ անդրադառնանք մեր հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձություններին, կարծես այնտեղ եւս լուսաբացները խաղաղ չեն, ինչ սպասել Իրանից, քանի որ այն ուղիղ ազդեցություն ունի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Այսպես բարդ մոլորակային դիրքեր եմ տեսնում ես օգոստոսի 6-ի մոտակայքում մի քանի օր առաջ, մի քանի օր հետո պայթյուններ լաբորատորիաներում կոնֆլիկտային իրավիճակներ, բարձրաստիճան նրանց ղեկավարների հետ կապված այդպիսի դիրքավոր եմ տեսնում։ Այդ հունիսի 16-ից 17-ին դեմ մտնում է կույս Մարսը, այդ ժամանակահատվածում հունիսի վերջ, քանի որ նրանց լուսինը գտնվում է երկօրյակում, այդ կարող է արտատարածքային ճանապարհների միջանցքի հետ կապված որոշակի բախումներ կամ տհաճ խոսակցություններ լինի կրկին Իրանը ներգրավի այդ պարզաբանումների մեջ, բայց այնտեղ կլինեն ավելի շատ մարտատենչ ռետորաբանություն եւ օգոստոսի 6-ի մոտակայքում օգոստոսի սկիզբ է բարդ, հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ մինչև ամսի 6-ը։ Մի քանի օր էլ այնտեղ բարդ իրավիճակներ կան, հուսանք, որ կրկին այդ գազի արտահոսք չի լինի, լաբորատորիաներում խնդիրներ չեն լինի, քիմիական լաբորատորիաներ այնտեղ կարող են պայթել կամ ինչ-որ մի բան, որտեղ ձկներ եւ մարս կենդանակերպերի այդ դիրքավորումն է ակտիվանալու։